յուրաքանչյուր պացիենտի պետք է դիտել համապարփակ ինտեգրացված ձևով եւ իրանց բոլոր խնդիրները դիտարկել տարբեր տեսանկյուններից։ Միանշանակ շատ կարևոր է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանքը։ Արդյոք ինսուլինը մահացու է թե ոչ։ Շատ հաճախ ինսուլինոթերապիայի կարիք տիպ 2 դիաբետի դեպքում չի լինում։ Սահուն կերպով կարծես թե եկանք հասանք մյուս հայտնի նորաստեղծ շարքին հակադիաբետիկ պրեպարատների, որը GLP-1-ի ագոնիստներն են։ Եվ սրտաբանական առումով եւ երիկամի պաշտպանիչ ազդեցության մասով իրենք առաջին շարքի պրեպարատներ են։ Թեև ստեղծված են որպես հակադիաբետիկ պրեպարատներ, բայց այսօր աշխարհում լայնորեն կիրառվում են որպես քաշի նվազեցման եւ մարմնի զանգվածի կորեկցիայի միջոցներ։ Այստեղ մենք ունենք բանալի բառ ճարպակալում։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ողջույն սիրելի բարեկամներ, ինչպե՞ս եք, հուսամ, որ շատ լավ եք, կրկին մոտեցել է երեքշաբթի երեկոն և ձեզ հետ եմ ես, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը և մեր պոդքասթը Կարդիոլաբը։ Կարդիոլաբում դուք կլսեք ամեն ինչ այն մասին, թե ինչպես լինել ավելի առողջ, ավելի երջանիկ, ավելի խաղաղ, ավելի գիտակից, թե ներքին, թե արտաքին աշխարհի նկատմամբ։ Շնորհակալություն, որ մեզ հետևում եք և եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ տարածել մեր հաղորդումները և ուղարկել ձեր ընկերներին, միգուցե ինչ-որ մեկին ինչ-որ միտեղ այն օգտակար լինի։ Այսօր մեր հյուրը ինձ շատ հարազատ անձնավորություն է, զրուցելու ենք մեր կենտրոնի կարդիոլաբի էնդոկրինոլոգ, ներզատաբան, բժշկուհի Քնարիկ Բադեյանի հետ։ Ողջույն Քնարիկ ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հյուր ես եկել, շատ բազմազբաղ գրաֆիկ ունես, ես գիտեմ միաժամանակ 3 կլինիկայում աշխատելով բարդ է այստեղ լինելը, բայց ամեն դեպքում այդ ժամանակը վերցեցիր եւ կարողացար հյուր գալ, որպեսզի զրուցենք այնքան կարեւոր մասնագիտության մասին։ Կասես մեզ խնդրեմ, ինչի մասին է ներզատաբանությունը, էնդոկրինոլոգիան եւ որոնք են հիմնական խնդիրները, որոնցով դուք զբաղվում եք։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար, ինձ ինչպես միշտ շատ հաճելի է գտնվել այստեղ եւ ձեր հետ զրուցել ցանկացած թեմայից։ Էնդոկրինոլոգիան բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն է, որ առնչվում է ցանկացած նեղ մասնագիտական խնդրի հետ։ Շատ հաճախ պացիենտները կարող են դիմել սրտաբանի, սրտաբանական խնդրի հետ կապված, օրինակ սրտխփոցների կապակցությամբ կամ զարկերակային հիպերտենզիայի կապակցությամբ, կամ գաստրոենտերոլոգին, կամ նյարդաբանին, կամ նույնիսկ հոգեբուժին նյարդային լարվածության հետ կապված, եւ հաճախ գլխավոր խնդիրը էնդոկրին համակարգի հետ է կապված լինում եւ հաճախ պացիենտին ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ։ Միանշանակ համաձայն եմ, համամիտ եմ քեզ հետ։ Տարիներ առաջ, երբ ես երևի թե դեռ այդքան փորձ չունեի, ինչպես այսօր, հա, որպես սրտաբան, շատ պացիենտներ էին լինում, որ փորձում էի լուծել խնդիրը միայն սրտաբանական տեսանկյունից, բայց ժամանակը բերեց հանգեցրեց այն մտքին, որ յուրաքանչյուր պացիենտի պետք է դիտել համապարփակ ինտեգրացված ձևով եւ իրանց բոլոր խնդիրները դիտարկել տարբեր տեսանկյուններից, ոչ միայն սրտաբանական, այլ նաև օրինակ ներզատաբանական, միգուցե նյարդաբանական, միգուցե հոգեբանական, հոգեկան առողջության տեսանկյունից եւ այս ինտեգրացված մոտեցումը տալիս է իր արդյունքները գոհ շնորհակալ բուժառուների ձևով, ովքեր ապաքինվում են։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այս կոնցեպտը մենք ճիշտ է բժշկական համալսարանից դեռևս անցնում ենք, որ բուժել հիվանդին, ոչ հիվանդությունը, բայց մի տեսակ անգիր արածի նման էր։ Իսկ այսօր, երբ օրինակ տեսնում եմ պացիենտ, ով ունի հավելյալ քաշ, օրինակ, կամ շաքարային դիաբետ, կամ մազաթափություն, շուտ հոգնելիություն, սրտխփոցներ, ռիթմի խանգարումներ, միանշանակ մտածում եմ ներզատաբանության կողմի մասին, հիվանդությունների եւ անպայման քո կարիքը զգում եմ միշտ նման իրավիճակներում։ Ասա խնդրեմ, ամենից հաճախ հանդիպող խնդիրները որոնք են, տեսնում ես քո պրակտիկայում,
եւ ինչպես են դրանք կառավարվում։ Միանշանակ ձեր հետ համաձայն եմ, այդ մոտեցումը ամենակարևորն է պացիենտի առողջությանը միանշանակ ճիշտ կերպով նպաստելու եւ հնարավոր բարդություններից խուսափելու տեսանկյունից։ Ամենահաճախակի հանդիպող պաթոլոգիաներից շաքարային դիաբետը, որ երևի ամեն օր տեսնում ենք, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, ինչու՞ չէ նաեւ հիմա հարվահանաձև գեղձի պաթոլոգիաները եւս շատացել են, մակերի կամների հետ կապված խնդիրները, շաքարային դիաբետ ունեցող պացիենտների դեպքում մոտեցումը մի փոքր այլ է ու ձեր նշած տարբերակը շատ կարևոր է նման պացիենտների դեպքում ճիշտ կառավարման եւ մաքսիմալ բարդություններից խուսափելու նպատակով, քանի որ երբ որ արդեն պացիենտը մոտենում է մեզ շաքարային դիաբետ ախտորոշմամբ, այստեղ շատ կարևոր է էնդոկրինոլոգի դերը հսկել պացիենտին սրտաբանական առումով, եթե ունենք խնդիր, եթե նույնիսկ չունենք խնդիր, հա, այսինքն զարկերակային հիպերտենզիայի հետ կապված խնդիր չկա, ինչ որ գանգատներ չի նշում, բայց պարտադիր է այցելությունը սրտաբանին, էնդոկրինոլոգի կողմից լիպիդային պրոֆիլի հսկողությունը, զարկերակային հիպերտենզիայի կառավարումը, որովհետև մենք շատ հաճախ խոսում ենք միայն գլիկեմիայի կառավարումից, գլյուկոզայի ցուցանիշների ճիշտ կառավարումից, սակայն մենք կարող ենք շատ հաճախ բաց թողնել մնացած ամենակարևոր ֆակտորները, որոնք որ կարող են բերել լուրջ բարդությունների, սիրտանոթային բարդությունների եւ այդ խնդիրներից խուսափելու նպատակով միանշանակ շատ կարևոր է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանքը, թե սրտաբանների, թե էնդոկրինոլոգների, թե նեֆրոլոգների, ինչու՞ չէ նաեւ եթե կարիք է լինում այլ նեղմասնագետների մասնակցությունը եւս պետք է անպայման կարևորել այդ դեպքում։ Վերջերս մի փոքր հետաքրքրվեցի դիաբետի մենեջմենթով եւ նկատեցի, որ կարծես թե իզոլացված երկրորդ տիպի դիաբետը, երբ որ այլ ռիսկի գործոնների հետ չի համակցում, կարծես թե այնքան շատ չի բարձրացնում սիրտանոթային ռիսկը ընդհուպ մինչև այն պահը, երբ պացիենտը արդեն ինսուլին կախյալ է դառնում։ Արդյոք սա իրականություն է, թե միգուցե ինչ-որ տրենդ է, որը նկատել եմ եւ ինչպես ենք մենք հետաձգում այդ պահը ինսուլին կախյալության, որն է շաքարի միջին մակարդակը, արյան գլյուկոզի միջին մակարդակը, որը պետքա պահել այս պացիենտների մոտ եւ մի հատ էլ շատ տարածված հարց, որ պացիենտների մի զգալի մասի հետաքրքրում է, արդյոք ինսուլինը մահացու է թե ոչ, եւ ճիշտ է արդյոք, որ իրենք այսպես ամեն գնով փորձում են խուսափել դրանից։ Կուզեի այս բոլոր հարցերի պատասխանը մասնագիտական լսել քեզ։ Իհարկե, սիրով, իրականում շատ ճիշտ հարց եք բարձրացնում, սկսած շաքարային դիաբետի դասակարգումից, այսինքն մենք որ տարբերակի հետ գործ ունենք, ամենաշատ հանդիպող շաքարային դիաբետ տիպ 2-ին ենք մենք ամենաշատը առնչվում, սակայն պացիենտների մոտ կա տարածված կարծիք, որ կապ չունի, եթե ախտորոշված է շաքարային դիաբետ, ինչ որ մի փուլից սկսած մենք պետք է անցնենք ինսուլինոթերապիայի, բայց շատ հաճախ ինսուլինոթերապիայի կարիք տիպ 2 դիաբետի դեպքում չի լինում ամբողջ կյանքի ընթացքում, ու շաքարային դիաբետ տիպ 2 ախտորոշումը երբ դրվում է, դրան նախորդել են բավականին երկար ժամանակ նյութափոխանակային շատ լուրջ պրոցեսների խաթարումներ, որի արդյունքում արդեն ախտորոշվում է շաքարային դիաբետ, այսինքն մինչև հասնելը շաքարային դիաբետին, հիպերգլիկեմիայի, ուրեմն արդեն լինելը արյան մեջ գլյուկոզայի բարձրացումը, մենք տեսնում ենք սկզբում նյութափոխանակային ուղղակների աշխատանքի տուժելը, այսինքն սկզբում լինում է ինսուլինառեզիստենտականություն, այնուհետև ինսուլինառեզիստենտականության ֆոնին պրեդիաբետ է զարգանում, այսինքն նախադիաբետը։ Նոր, եթե դա էլ չի հսկվում, չի ուղղում երկար ժամանակի ընթացքում, արդեն մենք ունենում ենք մանիֆեստ դիաբետ։ Դրա համար շատ հաճախ, երբ մենք հայտնաբերում ենք նախադիաբետի փուլում պացիենտներին, բացատրվում է եւ սննդակարգ եւ ֆիզիկական ակտիվությունը, եթե դեղորայքային բուժման կարիք կա, մանրամասն բացատրվում է, որ մենք պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի կանխարգելենք դիաբետի առաջացումը, այսինքն մանիֆեստ դիաբետ չունենանք եւ հնարավորինս խուսափենք բարդություններից։ Ինչը վերաբերվում է ինսուլինային թերապիայի անհրաժեշտությանը, ի սկզբանե, երբ որ ախտորոշված է շաքարային դիաբետ տիպ 2, հիմնական դեպքերում մենք ունենում ենք ոչ թե ինսուլինի պակաս, այսինքն ենթաստամոքսային գեղձի աշխատանքի հետ կապված, մենք ունենում ենք հյուսվածքների կողմից ինսուլինի զգայունության կորուստ, որի հետևանքով սկսվում է գլյուկոզան նորմալ չյուրացվել մեր բջիջների կողմից եւ արյան մեջ սկսում է բարձրանալ գլյուկոզայի մակարդակը։ Իսկ մենք բոլորս շատ լավ տեղյակ ենք, որ
որ գլյուկոզայի բարձր ցուցանիշը բերում է մեր բոլոր օրգան համակարգերի վնասմանը շատ դանդաղ երկար տարիների ընթացքում եւ սկզբնական շրջանում երիտասարդ պացիենտները մանավանդ կարող են ոչ մի գանգատ չունենալ, այսինքն կարող են ապրել բարձր գլյուկոզայի ցուցանիշներով եւ չունենալ որևիցե անհանգստացնող ինչ-որ մի բան, ժամանակի ընթացքում արդեն բոլորիս շատ հայտնի գանգատները շատախմություն, շատամիզություն, հաճախամիզություն, բերանում չորության զգացում, ընդհանուր թուլությունի հայտ են գալիս, նոր պացիենտը դիմում է բժշկի։ Սակայն արդեն բժշկին դիմելուց եւ շաքարային դիաբետը ախտորոշման պահից սկսած մենք արդեն բախվում ենք շաքարային դիաբետի բարդություններին, ընդհանուր միջև անոթների վնասմանը, անգիոպաթիաների, նեյրոպաթիաների առաջացումը արդեն իսկ այդ ընթացքում մենք տեսնում ենք, որ կան ու շատ կարևոր է ճիշտ ժամանակին բուժումը սկսել, որ հնարավորինս փորձենք խուսափել այդ բարդ պրոցեսներից, իսկ ինչ վերաբերվում է ինսուլինի հետ կապված հարցին, Տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում, երբ որ մենք ունենք ինսուլինի բացարձակ անբավարարություն, բուժման միակ տարբերակը ինսուլինոթերապիան է։ Բազալ եւ բոլյուս տարբերակով երեխաների մոտ է հիմնականում հանդիպում եւ դիաբետի հայտնաբերման առաջին իսկ օրվանից սկսվում է ինսուլինոթերապիան։ Տիպ 2 դիաբետի դեպքում ինսուլինոթերապիայի անցնում ենք այն դեպքերում, երբ որ ենթաստամոքսային գեղձը այլևս ի վիճակի չի լինում ինչ որ չափով կատարել իր աշխատանքը եւ էնդոգեն ինսուլինի մակարդակը նվազում է եւ մենք արդեն սկսում ենք ինսուլինոթերապիա։ Սակայն կան նաեւ բացառություններ, երբ որ մենք ունենք բարդություններ, շատ լուրջ երիկամային խնդիրներ, քրոնիկ երիկամային անբավարարության փուլից կախված եւս մենք արդեն ունենում ենք ինսուլինի կարիք, սիրտանոթային խնդիրների առկայության դեպքում, սակայն ժամանակակից բժշկությունը շատ մեծ քայլերով առաջ է գնում, ներկայումս ի տարբերություն 20 տարի առաջվա մենք ունենք այնպիսի պրեպարատներ, որոնք որ պաշտպանում են եւ սիրտը, եւ երիկամները, եւ ինսուլինին անցումը ավելի ուշ փուլերում է կատարվում, բավականին ուշ փուլերում, երբ որ մենք տարբերակ չունենք այլ դեղորայքային միջամտության։ Այ արի մի փոքր փորձենք այդ դեղորայքներին անդրադառնալ, հա, վերջին սերնդի առաջացած հակադիաբետիկ պրեպարատները, որոնք այո մեծ հաջողություն ունեցան նաեւ սրտաբանության ոլորտում զգալիորեն բարելավելով սրտային անբավարարությամբ պացիենտների կյանքը, դա SGLT2 ինհիբիտորներ կոչված դեղաշարքն է, որը ցավոք սրտի դեռևս Հայաստանում գրանցված չեն այդ պրեպարատները, բայց պացիենտները շատ ծանոթ են եւ մեծ մասը ստանում են եւ դրա ստանալու շնորհիվ կարողացել են ազատվել բազմաթիվ անցանկալի բարդություններից, ինչպիսիք են հանկարծամահությունը, սրտային անբավարարության խորացումը, հոսպիտալիզացիան, սարքերի իմպլանտացիան, ինչ որ առումով հետաձգել եւ այլն եւ այլն։ Կփորձես մի փոքր մեզ ներկայացնել, թե ինչպիսին է այդ դեղաձևերի էվոլյուցիան, ոնց է ընթացել եւ որ փուլում ենք այսօր գտնվում այդ իմաստով։ SGLT2 ինհիբիտորների կիրառումը վերջին տարիների ընթացքում կարծում եմ իմ հետ կհամաձայնեք, որ հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկագիտության ոլորտում, քանի որ նրանց կիրառումը մեծ էնդոկրինոլոգներին, սրտաբաններին, նեֆրոլոգներին թույլ է տալիս մաքսիմալ ճիշտ եւ մաքսիմալ մեծ արդյունավետությամբ պայքարել սիրտանոթային երիկամային խնդիրների դեմ։ Ցավոք ճիշտ է Հայաստանում մենք գրանցված դեղորայք չունենք, բայց հնարավոր է լինում պացիենտների նշանակել դեղորայքային բուժումը եւ SGLT2 ինհիբիտորների կիրառումը շատ հաճախ մենք տեսնում ենք, որ կարող են սրտաբանները, նեֆրոլոգները նշանակել պացիենտներին նույնիսկ առանց շաքարային դիաբետի առկայության, քանի որ իրենք առաջին շարքի պրեպարատ են համարվում արդեն որպես կարդիոպրոտեկտոր, արդեն որպես նեֆրոպրոտեկտոր եւ իրենց կիրառումը միանգամայն արդարացված է։ Նաեւ տիպ 1 դիաբետի դեպքում է աշխարհում սկսել կիրառվել SGLT2 ինհիբիտորները, սակայն որոշակի ցուցումներով եւ զգուշության բավականին հիմնական դեպքերում տիպ 2 շաքարային դիաբետի դեպքում են կիրառում եւ կարծում եմ այդ առումով մենք շատ լավ դիրքերում ենք գտնվում, քանի որ իրենց կիրառումը մաքսիմալ ձևով կարողանում է պաշտպանել պացիենտին հետագա բարդություններից, սակայն
Սակայն իհարկե կան բացառություններ, որոնց դեպքում SGLT2 ինհիբիտորների կիրառումը եւս չի խրախուսվում, ցուցված չի եւ հենց այդ պատճառով շատ կարեւոր է նորից թիմային աշխատանքը, որպեսզի ընդգրկվեն բոլոր մասնագետները եւ մաքսիմալ ապահովի պացիենտի առողջությունը։ Այո։ Սահուն կերպով կարծես թե եկանք հասանք մյուս հայտնի նորաստեղծ շարքին հակադիաբետիկ պրեպարատների, որը GLP-1-ի ագոնիստներն են, այսպես կոչված Ozempic-ը եւ Mounjaro-ն, որոնք թեև ստեղծված են որպես հակադիաբետիկ պրեպարատներ, բայց այսօր աշխարհում լայնորեն կիրառվում են որպես քաշի նվազեցման եւ մարմնի զանգվածի կորեկցիայի միջոցներ։ Ինչ կարծիքի ես դու սրանց մասին եւ արդյոք այդ տենդենսը, որ հոլիվուդյան աստղերը այսպես իրար հետևից բոլորով անցել են այդ պրեպարատները ստանալու վերջերս կարծեմ ԱՄՆ-ում, Միացյալ Նահանգներում FDA-ի կողմից հաստատում ստացավ նաև Ozempic-ի հենց քաշը նվազեցնելու անալոգը, որը կոչվում է Wegovy։ Ինչ կարծիք ունես դու այս բուժման մասին եւ որոնք են դրա իրական ցուցումներն ու հակացումները։ Օրինակ հենց այսօր մի պացիենտ ինձ ասում էր, երիտասարդ աղջիկ էր, որ որոշել է դիմել բարիատրիկ վիրահատության, որպեսզի կարողանա իր քաշը վերահսկել։ Այսպես վերջնական կարծես թե որոշում ուներ եւ կարծիք էր հարցնում։ Ես երկիրն ուղղորդեցի էնդոկրինոլոգի մոտ, բայց կուզենայի, որ դու մի անգամ բարձրաձայն մեր դիտողների համար այդ հարցը պարզաբանեիր, որովհետեւ միֆերը նույնպես շատ են եւ մարդիկ թեև լսել են այս պրեպարատների մասին, բայց լուրջ անհանգստություն ունեն իրանց կիրառելու վերաբերյալ։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, միանշանակ համաձայն եմ այդ առումով, GLP-1 ագոնիստների ի հայտ գալը դեղագործական եւ բժշկագիտական ոլորտում միանշանակ եւս կարելի է հեղափոխություն անվանել, քանի որ իրենց օգտագործումը թույլ է տալիս բժշկին մաքսիմալ ձևով ճիշտ կարողանալ աշխատել եւ մաքսիմալ լավ արդյունք գրանցել պացիենտների դեպքում։ Ի սկզբանե GLP-1 ագոնիստները ստեղծված են եղել շաքարային դիաբետը կառավարելու նպատակով, սակայն ինչպես դուք նշեցիք, վերջին շրջանում FDA-ը հաստատել է ճարպակալում ունեցող պացիենտների դեպքում քաշի նվազեցման առաջին շարքի պրեպարատներ են համարվում GLP-1 ագոնիստները եւ այստեղ եւս կուզենամ նշել եւ սրտաբանական առումով եւ երիկամի պաշտպանիչ ազդեցության մասով իրենք առաջին շարքի պրեպարատներ են, հիմա համարվում։ Եթե նախկինում շաքարային դիաբետի բուժման առաջին շարքի պրեպարատներ համարվում էին բիգուանիդները եւ ի սկզբանե սկսում էինք որոշակի շարքից, այնուհետև ժամանակի ընթացքում փորձում էինք անցում կատարել այլ շարքի պրեպարատների։ Այսօր բժշկագիտության զարգացմանը համընթաց SGLT2 ինհիբիտորները եւ GLP-1 ագոնիստները եկել են առաջին շարքի պրեպարատներ իրենց արդյունավետության շնորհիվ։ Սակայն այստեղ շատ կարևոր փաստի մասին կուզեմ խոսել, վերջին շրջանում անհարկի ուրեմն դեղորայքի կիրառումից խուսափելու նպատակով GLP-1 ագոնիստները ցուցված են ճարպակալման դեպքում։ Այստեղ մենք ունենք բանալի բառ ճարպակալում, Որն է ճարպակալումը, մարմնի զանգվածի ինդեքսը։ Մարմնի զանգվածի ինդեքսը առհասարակ 35-ից բարձր, 40-ից բարձր BMI ունեցող պացիենտների դեպքում հաճախ խորհուրդ է տրվում բարիատրիկ վիրահատությունը, սակայն պացիենտներ կան, որոնք որ ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են վիրահատությունից, սակայն եւ այստեղ արդեն մենք պետք է կարողանանք ինչ-որ ձևով տվյալ պացիենտին օգնել եւ այս պրեպարատների դերը շատ մեծ է այդ օգնության հարցում։ Սակայն այստեղ մի շատ կարևոր փաստ կուզենամ նշել, որը որ շատ հաճախ մի կողմ է դրվում, ցանկացած պարագայում, եթե ունենք ճարպակալումը նյութափոխանակային լուրջ խնդիր է եւ ճարպակալում ունեցող պացիենտների մոտ ճարպային շերտը առանձին համարվում է էնդոկրին օրգան, քանի որ սկսում է արտադրել մեծ քանակությամբ բորբոքային ցիտոկիններ, ինտերլեյկիններ եւ դրա հետևանքով մեր մոտ ունենում ենք հորմոնալ դիսբալանս, լեպտինի, գրելինի, ռեզիստինի հետ կապված եւ այդ կապակցությամբ միայն դեղորայքային միջամտությունը մեզ չի օգնելու հասնել լավագույն արդյունքին։ Այստեղ շատ կարեւոր է համագործակցությունը բժշկի եւ պացիենտի, որպեսզի կարողանանք ունենալ մաքսիմալ արդյունք, այսինքն իսկ ինչպես կներես ընդհատելու, ինչպես նվազեցնել այդ բորբոքումը, որովհետեւ ես գիտեմ, որ բորբոքումը ինքնին
առանձին ռիսկի գործոն է, հա, այդ CRP կոչված արյան տեստը, Այո։ ինչքան ինքը բարձր է, այնքան հավանականություն օրինակ սիրտանոթային պատահարների բարձր է, այնքան ծերացման process-ներն ավելի ակտիվ են, այնքան քաղցկեղային խնդիրների առաջացման հավանականությունը բարձր, ինչպես կանգնեցնել այդ բորբոքում։ Ես վստահ եմ, որ բանալին ներզատաբանության մեջ է, ամուսված Շատ կարևոր կետ եք նշում, C-ռեակտիվ սպիտակուցի հետ կապված ապացուցված է, որ շաքարային դիաբետ ունեցող պացիենտների մոտ C-ռեակտիվ սպիտակուցը մշտապես բարձր մակարդակի վրա է։ Դա նաև ճարպակալում ունեցող պացիենտների հիմնական խնդիրն է համարվում, ինչպես նշեցի, երբ որ օրգանիզմը սկսում է մաքսիմալ քանակի ճարպ հավաքել, կուտակել որպես կոմպենսացիա, հա, այդ տարբերակում ճարպային շերտը աշխատում է լրիվ առանձին էնդոկրին օրգան եւ հորմոնալ ուրեմն դիսբալանսի պատճառով նյութափոխանակության բոլոր օղակները սկսում են տուժել եւ այդ պարագայում մենք ունենում ենք լուրջ խնդիր թե բորբոքային ցիտոկինների հետ կապված, թե ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակի հետ կապված շաքարային դիաբետի դեպքում շատ հաճախ մենք վախենում ենք ամենաառաջինը աթերոսկլերոզից, աթերոսկլերոզի ռիսկը շատ բարձր է այդ նույն պատճառով, այսինքն բորբոքային ցիտոկինների ակտիվացումը, էնդոթելի վնասումը բերում է աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացմանը եւ դա էլ իր հերթին բերում է արդեն սիրտանոթային բարդությունների առաջացմանը։ Այստեղ ճարպակալում ունեցող պացիենտների դեպքում շաքարային դիաբետ ունեցող հաճախ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում մեր բուժման պլանը շատ տարբեր է եւ շատ խիստ անհատական եւ այստեղ շատ կարեւոր է բժիշկ-պացիենտ համագործակցությունը։ Եթե չի լինում հասնել համագործակցության, բուժումը թերի է լինում միանշանակ, քանի որ պացիենտը եւս ունի շատ կարևոր, այսպես ասած, կարգադրություններ, որպեսզի կարողանա դրանք եւս իրականացնել, որպեսզի ունենանք մենք մաքսիմալ արդյունք։ Կոնկրետ ճարպակալման դեպքում դա մի քանի ամսվա, մի քանի օրվա խնդիր չի, դա տարիների ուրեմն սխալ կենսակերպի արդյունք է եւ այստեղ կուզենամ նշել, որ մենք միջև խոսում ենք շաքարային դիաբետի մասին, շաքարային դիաբետի առաջացման համար մեկ ռիսկի գործոնը համարվում է ավելորդ քաշի առկայությունը, այնուհետև մնացած ռիսկի գործոնների, հա, ժառանգական նախատրամադրվածությունը, հիպոդինամիան, քիչ շարժվելը ու մնացած սխալ սովորությունները բերում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկի բարձրացմանը։ Իսկ ստրեսը դեր ունի, որովհետև ես այսպես մոտավորապես պատկերացնում եմ, որ ճարպակալման առաջացման պատճառներից մեկը միանշանակ կարող է ստրեսը լինել, հա, այսպես կոչված կոմֆորտ սնվելը, երբ որ դու ինչ-որ մի բանի պակասը լրացնում ես այդ քաղցրներով, հա, այդտեղ կարծում եմ շատ լուրջ հոգեբանական հիմք կա, որի մեջ արժե խորանալ եւ արմատից փորձել այդ հարցերը լուծել, այլ ոչ թե ուղղակի ոնց որ ասել, որ չի կարելի ուտել եւ վերջ, հարգելի պացիենտ։ Չէ, չի կարելի ուտել եւ վերջ, այդ տարբերակով արդեն մենք լրիվ սխալ ուղու վրա կլինենք։ Շատ-շատերն են այդպես անում ցավոք սրտի։ Միգուցե դա ժամանակի պակասից է, որ չեն կարող տրամադրել պացիենտներին։ Օրինակ ես հաճախ չէ, մեծ մասամբ աշխատում եմ ոչ մի զանգի բան չպատասխանել պացիենտների խորհրդատվության ընթացքում, քանի որ գիտակցում եմ, որ այդ մարդը երկար ժամանակ սպասել է, որպեսզի այդ 15-20 րոպեն, որ դու իրեն հատկացնես, ինքը իրեն հուզող ամենակարևոր հարցերը, պատկերացրու թե ինչքան կարևոր է իր համար այդ բոլոր հարցերը, կարողանա քեզ տալ։ Բայց շատերը ուղղակի չունեն այդ ժամանակը, հատկապես այն բժիշկները, ովքեր մեծ ծավալով ու շատ արագ պացիենտներ են նայում, ինչ անել այդ հարցերը, ինչպես լուծել։ Սկսեմ ամենասկզբից ձեր հարցի, հետո անդրադառնանք նաև դրան։ Ստրեսի տեսանկյունից հիմնական դեպքերում ճարպակալում ունեցող պացիենտները ունենում են սննդային վարքի խանգարում, որը եւս միանշանակ հոգեբանական խնդիր է եւ մեզ ինչքանով որ արտահայտված է լինում այդ խնդիրը, մեզ շատ հաճախ պետք է լինում նաև հոգեբանի, հոգեբուժի խորհրդատվություն, որպեսզի կարողանանք ճիշտ
ճիշտ աշխատել, որովհետև ուղղակի պացիենտին ասել, որ սա քեզ չի կարելի, չպետք է օգտագործես եւ պետք է նիհարես, մենք կարող ենք ավելի շատ վնասել մարդուն, քան ինչ-որ ձևով օգնել։ Իսկ առհասարակ ստրեսի դերը շաքարային դիաբետի առաջացման գործում մի քիչ մեր հասարակության կողմից շատ գերագնահատված է ու շատ ժամանակ մենք լսում ենք, որ մարդիկ ասում են, օրինակ ես երևի ամենաշատն եմ այդ հարցի շաքարը բարձրացավ։ Այո, լսում, երբ որ հարցնում եմ դուք ձեր հարազատներից ինչ որ մեկը ունի շաքարային դիաբետ, քանի որ հիմնական նախատրամադրող գործոնը դա ժառանգական նախատրամադրվածությունն է, միանգամից պացիենտը ասում է, այո, օրինակ իմ մայրիկը կամ հայրիկը ունի, բայց իր մոտ վախից է առաջացել ու դա ձեռքբերովի է, իմ հետ դա ոչ մի առումով չի առնչվում։ Այստեղ կուզենամ այդ փաստը մենք շեշտենք, որ շաքարային դիաբետը վախից չի առաջանում։ Վախը նպաստում է մաքսիմալ հիպերգլիկեմիա, այսինքն այդ ընթացքում գլյուկոզան մաքսիմալ բարձր մակարդակի վրա է լինում ու այդ ժամանակահատվածում, երբ որ հայտնաբերվում է շաքարային դիաբետը, մարդիկ շատ հաճախ կապում են հենց այդ ընթացքի հետ, որ վախից առաջացել է։ Բայց մի կարևոր փաստ եւս կուզենամ նշել, վերադառնալով մեր առաջին հարցին, բժշկագիտական տեսանկյունից շաքարային դիաբետի առաջացման մեջ շատ մեծ ռիսկի գործոն է համարվում, գործարկող գործոն է համարվում օքսիդատիվ ստրեսը։ Փորձենք մեր բուժառուներին մի քիչ ոչ տերմինաբանել։ Փորձեմ մաքսիմալ բարձ մեկնաբանել, իհարկե որ ճիշտ ստացվի։ Օքսիդատիվ ստրեսը բջջաբանական մակարդակով բջջի վնասմանը նպաստող գործոններից մեկն է համարվում եւ դրա առկայությունը արդեն մեր մոտ բերում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացմանը, ոչ միայն շաքարային դիաբետի, այլ նաեւ սիրտանոթային բարդությունների, օնկոլոգիական խնդիրների առաջացմանը, իսկ մաքսիմալ օքսիդատիվ ստրեսից խուսափելու համար մեզ էլի գալիս ենք նույն խնդրին, մեզ պետք է մաքսիմալ առողջ ապրելակերպ, շատ շարժվել եւ իհարկե համագործակցություն մասնագետների հետ։ Միանշանակ համաձայն եմ։ Այ խոսեցինք վահանաձև գեղձի եւ շաքարային դիաբետի համակցությունից, այստեղ կարծես թե արդեն անդրադառնում ենք այսպես կոչված մետաբոլիկ համախտանիշին։ Կպարզաբանես, խնդրեմ, մեր դիտորդների համար, թե ինչ է մետաբոլիկ համախտանիշը եւ ինչ լուծումներ ունենք դրա դեմ կիրառելու համար եւ արդեն դրանից հետո մի փոքր խնդրում եմ մեզ պատմես քո սիրելի նեղ մասնագիտական ուղղվածության մասին, որը վահանաձև գեղձի հիվանդություններն են, այնքան տարածված եւ այնքան չճանաչված ու չախտորոշված մեր երկրում, կարծես թե։ Մեծ սիրով։ Երևի մեր պրակտիկայում ամենահաճախ սրտաբանների, էնդոկրինոլոգների մոտ եկող պացիենտների մեծամասնությունը հենց մետաբոլիկ սինդրոմով պացիենտներն են։ Մետաբոլիկ համախտանիշը դա հիվանդությունների խումբ է, որոնցից որ ընդգրկված են զարկերակային հիպերտենզիան, ամենահաճախ հանդիպող շաքարային դիաբետը, ճարպակալումը եւ շատ հաճախ, ինչպես նաեւ ուղեկցում են վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները։ Այս պացիենտները կարելի ասել փնջով են, հիվանդությունների փնջով են մեր մոտ գալիս եւ ինչն է ամբողջ խնդիրը կայանում նման պացիենտների դեպքում, որ խանգարված են նյութափոխանակության բոլոր օղակները։ Այստեղ շատ կարևոր է ճիշտ աշխատանք տանել մաքսիմալ էֆեկտ ունենալու նպատակով եւ մաքսիմալ կերպով բարդություններից խուսափելու նպատակով։ Շատ հաճախ մետաբոլիկ համախտանիշ ունեցող պացիենտները դիմում են կամ սրտաբանի, կամ գաստրոենտերոլոգի, առաջին հերթին սրտաբանին են միանշանակ դիմում, որովհետև իրենց հիմնական անհանգստացնող հարցը զարկերակային հիպերտենզիան է, շատ հաճախ չկարգավորվող զարկերակային հիպերտենզիան եւ սրտաբանի հսկողությունից է սկսվում մեր մնացած բժիշկների աշխատանքը, քանի որ սրտաբանն է ուղղորդում արդեն էնդոկրինոլոգի, գաստրոենտերոլոգի, հեպատոլոգի։ Կարող եմ մի հարց տալ։ Օրինակ, այդտեղ շատ կարևորվում է որովայնի շրջագիծը եւ որովայնային ճարպի առկայությունը, որն է դրա հետ կապված ռիսկը եւ ինչու է դա առանձնանում որպես հատուկ տեսակի ռիսկի գործոն։
Վիսցերալ ճարպակալումը շատ կարևոր է այն առումով, որ այդպիսի պացիենտները, ովքեր ունեն որովայնային շրջանում շատ արտահայտված ճարպակալում, իրենց մոտ արտահայտված խիստ ինսուլինառեզիստենտականությունը, ինչպես նաև բոլորիս քաչ հայտնի լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը, ինչպես նաև լյարդի բորբոքային այլ խնդիրներ կարող են ի հայտ գալ եւ վիսցերալ ճարպակալում ունեցող պացիենտների դեպքում մենք ավելի զգույշ ենք, այսպես ասած, ավելի խիստ ենք ուշադրություն դարձնում նման պացիենտներին եւ իրենց բուժման տարբերակները մաքսիմալ ձևով քննարկվում է, որպեսզի կարողանանք մաքսիմալ արդյունք ունենալ տվյալ պարագայում։ Վիսցերալ ճարպակալում ունեցող պացիենտների դեպքում հաճախ եթե մարմնի զանգվածի ինդեքսը 35-ից բարձր է եւ մենք խնդիր ունենք նաեւ տեղաշարժման, այսինքն ինչքան էլ փորձենք պացիենտի հետ խորհրդակցել շարժունակությունը բարձրացնելու նպատակով, սակայն արդեն ունենք այլ խնդիրներ, շատ հաճախ ցուցված է լինում եւ մեզ օգնում է բարիատրիկ վիրաբուժությունը, որի միջոցով կարողանում ենք լավ արդյունք ստանալ, սակայն կուզենամ նշել մի շատ կարևոր փաստ, որ ցանկացած պարագայում կապ չունի դեղորայքային միջամտությունը, թե վիրաբուժական միջամտությունը իրենց արդյունքը ապահովում են միայն այն դեպքում, երբ պացիենտը կատարում է իր առջև դրված առաջադրանքները։ Ֆիզիկական ակտիվության քնի եւ իհարկե սննդակարգի հետ կապված փոփոխությունները կատարելով այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք փոխել պացիենտի կենսակերպը, այսինքն ինքը չմտածի, որ ուղղակի ժամանակային առումով օրինակ 3 կամ 6 ամիս ինքը կպահի այս դիետան, հետո կանցնի իր սովորական առօրյային ու միայն ֆիզիկական ակտիվության առկայությունը, միայն սննդակարգը կարող են փոփոխությունը կարող են քիչ ձևով նպաստել մեր ուզած արդյունքին հասնելուն, քանի որ մնացած գործոնները, ստրեսից խուսափելը, քնի նորմալ ռեժիմը, դրանք եւս շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք լավ արդյունք ունենալ։ Առողջ ապրելակերպ մի խոսքով, սիրելի դիտորդներ, եթե դուք մեզ հետ եք, ապա միշտ հիշեք, որ բժիշկը կարող է անել ամեն ինչ, առաջարկել ձեզ լավագույն բուժական մոտեցումները, բայց շատ բան իհարկե նաև ձեզանից է կախված եւ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին ինքն է պատասխանատու իր առողջության պահպանման եւ զարգացման կամ հարստացման համար։ Նայք ջան, ասա խնդրեմ, որոնք են հաճախ հանդիպող վահանաձև գեղձի պաթոլոգիաները եւ ինչ ձևով են դրանք կառավարվում էնդոկրինոլոգի ներզատաբանի կողմից եւ հիմնական բուժական ուղղություններին խնդրեմ նույնպես ծանոթացնես մեր դիտորդներին։ Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների տարածվածությունը Հայաստանում օր-օրի ավելանում է։ Նախկինում մենք համարվում էինք յոդ դեֆիցիտար զոնա եւ շատ հաճախ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները կապվում էր հենց այդ հանգամանքի առկայության հետ, սակայն վերջին տարիներին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը որպես այդպիսին այլևս չի համարվում յոդ դեֆիցիտար զոնա, քանի որ մեր մոտ աղը հարստացված է յոդով եւ մաքսիմալ քանակով բնակչությանը կարողանում ենք ապահովել այդ միկրոէլեմենտով, ամենակարևոր միկրոէլեմենտներից մեկով յոդով, սակայն գնալով տարածվածությունը մեծանում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, երևի ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան, որ եւս դուք շատ հաճախ առնչվում եք, դա հիպոթիրեոզն է, վահանաձև գեղձի թեր ֆունկցիան, այսպես ասած, ինչպես նաև հաճախ մենք տեսնում ենք հակառակը, վահանաձև գեղձի գերֆունկցիան, հիպերթիրեոզը, որի ժամանակ եւս պացիենտները կարող են առաջին հերթին դիմել սրտաբանի, քանի որ հիպոթիրեոզի ժամանակ մենք ունենում ենք բրադիկարդիա, սրտի ռիթմի դանդաղում, իսկ հիպերթիրեոզի ժամանակ հակառակը, շատ ուժեղ սրտխփոց ենք ունենում եւ քանի որ պացիենտներին առաջին հերթին այդ գանգատն է անհանգստացնում, հաճախ միանգամից դիմում են սրտաբանի օգնությանը։ Անպայման միշտ ուղղորդում եմ ստուգելու եւ հենց այսօր մի շատ արտահայտված հիպերֆունկցիայով պացիենտի ախտորոշեցինք։ Այստեղ մի շատ կարևոր փաստ կուզեմ նշել, որ պրոֆիլակտիկ հետազոտությունները վահանաձև գեղձի հետ կապված շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք խուսափել հետագա խնդիրներից, քանի
որ հնարավոր է վահանաձև գեղձի ֆունկցիայի հետ կապված խնդիր չունենա պացիենտը, այսինքն հորմոնները լրիվ նորմալ լինի, նորմալ ֆունկցիոնալ վիճակ լինի, բայց մենք ունենանք կառուցվածքային խնդիր։ Հայաստանում ցավոք մենք ունենք շատ մեծ տարածվածություն վահանաձև գեղձի քաղցկեղի հետ կապված, Ինչով է դա պայմանավորված։ Պապիլյար կարցինոման բավականին հաճախ է սկսել հանդիպել, երիտասարդացել է բավականին, նույնիսկ երեխաների մոտ ենք մենք հաճախ տեսնում պապիլյար կարցինոմայի առկայությունը։ Առհասարակ պապիլյար կարցինոմայի առկայությունը եւս պայմանավորված է մի շարք գործոններով, ժառանգական նախատրամադրվածությունը եւս շատ մեծ դեր ունի, յոդի դեֆիցիտը որպես այդպիսին դեր ունի, սթրեսային գործոնները եւս նպաստում են դրան, եւ մեկ անգամ տարվա մեջ ուլտրաձայնային հետազոտությունը վահանաձև գեղձի հետ կապված կատարելը կարող է կյանքեր փրկել ու դա շատ կարևոր հետազոտություն է համարվում, թեկուզ տարվա մեջ ուղղակի մեկ անգամ պրոֆիլակտիկ ձևով դա պետք է կատարել։ Երևի կցանկանայի նշել, որ այո, ցանկացած տարիքում առավել եւս ռիսկի խմբում են գտնվում 40-ից բարձր տարիքի կանայք, սակայն վերջերս վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներով սկսել են դիմել նաև տղամարդիկ։ Իհարկե կանանց մոտ շատ ավելի հաճախ է հանդիպում այդ խնդիրը, բայց տղամարդկանց մոտ եւս լինում է, ու այստեղ մի կարևոր փաստ կուզենայի նշել, եթե թույլ կտաք, բացի վահանաձև գեղձից մենք ունենք նաև հարվահանաձև գեղձեր, փոքրիկ, այո, փոքրիկ գեղձեր են վահանաձև գեղձին հարակից տեղակայված եւ հարվահանաձև գեղձերի աշխատանքը եւս շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։ Հարվահանաձև գեղձերը արտադրում են պարաթորմոն, որը որ կարգավորում է մեր օրգանիզմում կալցիումի փոխանակությունը եւ այդ միկրոէլեմենտի նույնիսկ չնչին տատանումը կարող է բերել սիրտանոթային լուրջ խնդիրների առաջացման, անոթների կալցիֆիկացիայի, երիկամների հետ կապված խնդիրների առաջացման եւ նաեւ ապացուցված է, որ պարաթորմոնի բարձր մակարդակը նույնիսկ առանց կալցիումի բարձր մակարդակի կարող է շատ լուրջ ներգործություն ունենալ սիրտանոթային համակարգի վրա եւ վնասել մաքսիմալ ձևով, ու այստեղ շատ կարեւոր է ոչ մի պարագայում բաց չթողնել ցանկացած ներզատիչ գեղձի, թեկուզ եւ այն ամենափոքրիկին, ում որ մենք հաճախ չենք անդրադառնում։ Ինչ հաճախությամբ ստուգել եւ որն է կարգը։ Հարվահանաձև գեղձերի հետ կապված, եթե մենք ինչ-որ պաթոլոգիա ենք ունենում, վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի ժամանակ շատ հաճախ մենք կարող ենք դա սոնոգրաֆիայի միջոցով տեսնել, ուրեմն իսկ կալցիումի փոխանակության հետ կապված մեզ շատ օգնում է ուղղակի արյան մեջ կալցիումի որոշումը, այդ փոքր հետազոտությունը մեզ կարող է հուշել, որ մենք ունենք հարվահանաձև գեղձի հետ կապված խնդիր, օստեոպորոզ ունեցող պացիենտների դեպքում է պարտադիր հարվահանաձև գեղձերի աշխատանքը ստուգել, երիկամների հետ կապված կալցինոզ ունեցող ցանկացած պացիենտի դեպքում, եթե անոթների կալցիֆիկացիա ունենք, եւս պարտադիր է ստուգելը հարվահանաձև գեղձերի աշխատանքը եւ այստեղ նաեւ կուզենամ նշել, որ երիկամային խնդիր ունեցող պացիենտների դեպքում է հարվահանաձև գեղձերի աշխատանքը փոխվում, քանի որ արդեն ուշ փուլերում սկսում է մաքսիմալ շատ կալցիում դուրս գալ օրգանիզմից եւ դրա հետևանքով սկսում է պարաթորմոնը բարձրանալ եւ մենք կարող ենք ունենալ արդեն արտահայտված խնդիր։ Այ ջան, շատ հետաքրքիր էր, կարելի է շատ երկար խոսել քեզ հետ տարբեր թեմաների մասին։ Ես կարծում եմ մենք մի անգամ էլ ենք անպայման հանդիպելու, որովհետև չհասցրեցինք այս էպիզոդի ընթացքում անդրադառնալ այնպիսի կարևոր թեմաներին, ինչպիսիք են օրինակ մենոպաուզան եւ դրանից հետո իրականացող հորմոնալ փոփոխությունները, կամ չխոսեցինք օրինակ այնպիսի կարևոր գեղձերի մասին, ինչպիսիք են մակերիկամները, հիպոֆիզը, հա, եւ այլն։ Շատ շնորհակալ եմ, որ հյուր եկար, թեման անվերջանալի է, մենք նորից կհանդիպենք։ Ավարտին սովորություն ունենք, միշտ հյուրին խնդրում ենք որևէ մի մեսիջ, որ շատ կարևոր է իր կարծիքով հղում, հա, մեր դիտորդներին, եթե կա նման բան, սիրով կլսենք։ Ձեզ շատ շնորհակալություն, իրականում ինձ շատ հաճելի էր այստեղ ներկա գտնվելը, միանշանակ համաձայն եմ, մյուս անգամ եւս ես մեծ սիրով կհամաձայնեմ այստեղ ներկա գտնվելու համար։ Երևի խնդրանք մեր պացիենտներին, մեր
մարդկանց ուղղակի մաքսիմալ ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ եւ փորձել համագործակցել բժիշկների հետ, փորձել անել մաքսիմումը, որպեսզի չունենանք լուրջ խնդիրներ, հիվանդություններ, բարդություններ։ Այո, բարեկամներ, ինչպես նշեց բժշկուհին, կանխարգելումը իհարկե միշտ ավելի ճիշտ է, քան ուշ փուլերում փորձել բարդությունները հաղթահարել։ Այնպես որ համագործակցեք բժիշկների հետ, այցելեք նրանց, կանխարգելիչ այցեր արեք, որպեսզի ավելի երկար ու առողջ լինեք, քան թե բուժեք հիվանդությունը, երբ որ ինքն արդեն թակել է տան դուռը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ձեզ հետ էր մեր բժիշկ ներզատաբան Քնարիկ Բադեյանը եւ ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում ենք տարածել մեր հաղորդումները։ Ցտեսություն, մինչ հաջորդ հանդիպում։